Բարև ժողովուրդ ջան, հայազգ։ Էլի կարոտել եմ, չեմ կարում, էլի առանց ձեզ։ Պետք է դուրս գամ, բայց նորից եմ կրկնում, բլոգերություն չհամարեք իմ բլոգերներին չեմ սիրել, էլի ոչմ ամեն անգամ չեմ ասելու, դուք պետք է հասկանաք, ով ինձ գիտի, լսում է, ես բլոգեր չեմ, ուղղակի ուզում եմ ձեզ հետ զրուցեմ։ Խոսենք մի հատ Հայաստանի մոմենտներով, հետո մեր Քաջարանի, Սյունիքի Ղափանի Քաջարանի մոմենտներով։ Ուզում եմ ձեզ հետ բաց զրույց անեմ, որ դուք բոլորդ իմանաք ինչ է կատարվում մեր մոտ, հա դե դրսերում գիտեք, հարցը դա չի։ Ուրեմն սենց անենք, այս երեք մյուս օր էս, որ Ադրբեջանից գալիս է այդ բենզինա, նավթա, չգիտեմ ինչա, այս ընդդիմադիրը լրատվականները ընկել են սենց Ադրբեջանին հարստա, բայ չեմ էլ ուզում խոսամ, այդ անասնությունը, այդ ապուշությունը, արա դրանք իրանց ոտին կրակում են, այ անասուններ, անկախ նրանից որ գալիս է, այս ժան, թող բենզինը հենա քթներիս տակը, թող գա էլի, թող մեր ժողովուրդը լավ ապրեն, ինչ եք ուզում, արա, ամեն օր հարևանիդ հետ կռիվ ես անելու, ես իմ ելույթներից մեկում էլ եմ ասել, հարևանի հետ չի կարելի կռիվ անել, որ չես էլ սիրում, չես էլ հարգում, գոնե բարևի ու անցի, էլի, արա այս խեքստի անում դուք, արա, ես ձեր են տիրոջ մաման, դուք նորմալ չեք, արա, ասում եք Խաչատուր Սուքիասյանի անուն եք տալի, որ ինքն է, աշկնետել է հանում, արա, դուք պետք է մոմ արեք Խաչատուր Սուքիասյանի գրզոյի, այսպես ասած, բանի առողջության համար, որ նա կարում է սենց բաներ անի, արա, միջև հիբեք դուք սենց մրազգի հոգին ուտելու, արա, ձերեն հələ նեղանում եք, ասում եք Նիկոլ Փաշինյանը սենց է անում, տերոր անում, էս անում է նկատմամբ, տերոր չամ, Նիկոլ Փաշինյանը հələ թավիշ է խաղացնում, բախտներդ վերար Նիկոլ Փաշինյանն անդեղ, պատկերացեք ես ելնեի Նիկոլ Փաշինյանի տեղը, ձեզ գիտեք ինչ կանեի, արա ես ձեզ հորս արև, ձեզ դուք կկորեիք տնից դուրս կկորեիք ու ոչ մեկ ձեր չէր գտնի, այդ ենց կանեի, ոնց որ անում էին ձեր առաջվա այդ Սերժա Քոչարյանական կլանը, մորացել եք ոնց էին մեր ժողովրդին, հերանից մարա դրանք, այսօր դուք աննամոտ արա դուք նամուսում եք, մեկ էլ են օր երեգեր նայեց այդ Գեղամ Մանուկյանը ինչ են դաշնակ են, որ գորմ էր, որ տանում էին, Նիկոլ Դավաճան, արա, ասմա, ցույց է տալի այդ բանը, որ եզրասը, այդ եզրաշ չաթիկը, ներողություն, քֆուրներս չեմ կարում զսպեմ, էլի, ագենտա, ինք ուզում ապացուցի, որ սուտա, ոչմ չգիտեմ, չեմ ուզում խորանամ այդ թեմաներով, երևի դուք էլ եք նայել, այ Գեղամ Մանուկյան, ամենամեծ ագենտները, վաբշե, KGB-ի 5-րդ չարասյունը, սենց ասենք, դա եղել է դաշնակցությունը, որը աշխարհում ամենտեղ աշխատել է մեր KGB-ի սովետական միության պետական անվտանգության կոմիտեի համար, եւ Մարիուս Յուզբաշյանին դուք խփեցիք, մեր Պակի ղեկավարը Հայաստանի, որովհետև նա գիտեր ձեր մասին, ձեր ուղղնուցուցը, գիտեր ձեր դաշնակների դավաճանությունը, ինչքան եք դուք KGB-ի ագենտներ եք եղել, սաղ դաշնակներ եք, սաղդ KGB-ի ագենտ եք, թե չէ դուք չեք կարող հարդամանիք, ձեր գլուխը հիմա շուտվանից ջարդված էր, այդ դաշնակներ, արա չեք ամաչում դուք։ Մարիուս Յուզբաշյանին խփեցիք դրա համար մենակ, որովհետև նա կբացահայտեր ով եք դուք, որ դուք KGB-ի ագենտներ եք եղել դրսերում, Իրանից բռնած Միջին Ասիայով բանով սաղով դուրս եկած մինչև Զապադ, արևմուտք, հասկանում եք դուք թե դա եք լաց, ուրիշ ոչ մի բան։ Այսօր դու ինչ ես ապացուցում ես ժողովրդին, արա ձենդ կտրի գոնե, ամոթ ունեցեք, մարդ այդքան աննամոթ, անկուշտ, բոզզի վաստակ կլինի, ես զարմանում, արա, ամոթ ունեցեք, լեզուներդ կողեք, հետույքներդ, գոնե լռեք, արա, գոնե մի քիչ խիղճ ունեցեք, էլի խեգեր ժողովրդի հոգին ուտում, այս ինչ մարդ եք դուք, արա։ Հետո կպում է, որ Նիկոլ Փաշինյանը գնացել է Ռուսաստան, Պետերբուրգ, լավ է, բա դու կարաս Ռուսաստանը այդ քյալլա տաս, արա։ Նա գնացել է Ռուսաստան, Իրան, բայց Իրան դնում է, տենում եք, Նիկոլը Իրանը դնում է, մեր վարչապետը Իրանը ասում է, դրա համար Իրան հարգում են այսօր մեծարում են, Լուկաշենկոն լի ով ուզման լի Պուտինից բռնած, սրանք սա ջոկել են, որ հոբ Հայաստանը արդեն ուրիշ քայլեր է անում, այս Սերժի ու Քոչի նման չի ընկնում սրանց հետույքը լիզում, չգիտեմ ոնց ասեմ, որ հասկանաք, այդ Գեղամ Մանուկյան այդ դաշնակներ,
ձեր հերը անիծելա, դուք եք մեր Հայաստանը ավերել, մեր Հայաստանը հերը անիծել, այ KGB-ի ագենտներ, Մարիուս Ուժբաշյան խփածներ, դուք տենց եք։ Ես զարմանում եմ ուղղակի մեր Լևոն Տեր-Պետրոսյանը այն վաղտ որ արգել ես ձեր ճիշտ արեց շատ, բայց այսօր խիա ձեր հետ տալի առնում։ Ով շմելի այդ Քոչարյան Ռոբերտ, Սերժ Սարգսյան, խնդրում եմ ձեզ, աղաչում եմ ձեզ, սիկտիր եք էլի, սիկտիր եք Հայաստանի քաղաքական կյանքից թող ապրենք, թողեք մենք ապրենք, մի հասցրեք նրանք, որ ձեզ իսկականից ջղայնանանք ուրիշ բան անենք էլի, արա դուք շատ եք ես զզվացնում, դուք հասկանում եք դուք ինչեր եք անում այս երկրի հանդեպ, մեր երկրի հանդեպ ինչքան պատություն արել եք, հիմա կրկնակին երակին եք ուզում անեք, արա գնացեք վայել եք, միլիարդներ եք գողացել մեզնից, մեր ազգից, մեր այս չքավոր ազգից, այ չեմ ուզում եք քրֆեմ, կարճ ասեմ, էլի կարճ եմ ուզում խոսամ, անցնենք մեր այս Զանգեզուրին, Սյունիքին, ուրեմն սենց ասեմ, Այս Աբդուլ Համիդը մեր Սյունիքը գիտի ում եմ ասում, մեր գոմ, այսպես ասած չեմ ուզում, որտեվ ինձ դատան արգել էլա իրանց մասին բան ասեմ, այսօր մեզ են դատում, ժողովուրդ ջան, այսօր հասկանում եք, Նիկոլին պատժկանող, Նիկոլ հարցը Նիկոլ չի, պրոստը Հայաստանին պատժկանող մարդկանց են դատում, հները այդ բոզերը հիմա բռնել են ուրիշ ձև չկարացան մեզ կոտրեն, ուզում են իրավապահ մարմիններով կոտրեն, դատախազությունով կոտրեն, արա այ դատախազություն, այ իրավապահ մարմիններ, ես ինչ եք անում դուք, ես սուկեքին նորից քայլեկցվեմ մեր Սյունիքում, հենց մեր Սյունիքում եմ ասում, մեր մարզպետը այդ գյալմեն, սրանց նենց իշխանություն ատվե, դուք չեք պատկերացնում իրանց վրա ինչ 20 տարվա հոդվածներով համայնքապետերի վրա, որոնք գողած է թալան, մինչև հիմա էլ անում են, եթե ասեմ, որովհետև իրանք շոխորենք ձևով սաղին առել ենք, սաղ մերն են, դուք քաք եք կերը սաղին առել եք, դուք չեք կարա առնեք, մեկա մեզ նման տղեկ կա, որ ձեր հերը անիծելու են, այս սրիկաներ, դուք հասկանում եք ինչ սրանք ուզում անեն, սրանք նենց են խոսում առանց վախի, առանց բանի, այսօր դրա իրանց մոտիկները էլի, ով ոնց ապրում էր, հների բախտով սրանք ավելի լավ են ապրում ու մեր ազնիվ տղեկին գցել են, ԿՊ քնած եք դուք, թե ԿՊ-ի վերխուժքում արդեն կան մարդիկ, որոնք իրանց փողերի, իրանց բիզնեսների համար մարդիկ են առաջ տանում, որոնք պետք է այսօր դատվեին, պետք է այսօր չմոտ դառնային, ընկնեին այն ինչն ասում են աղբամանները, դուք սրանց մարդ եք դարձնում, խիարա, պարոն մեծարգո պարոն վարչապետ ջան, Քեզ հարգելով ենք այսքան բան տանում, հա, ձեր ԿՊ-ի այդ անիմաստ քայլերը, դուք չեք հասկանում, ինչ եք անում։ Ձեր ԿՊ-ում կան մարդիկ, որոնք օգտագործում են մեզ իրանց պաշտպանելու համար, դե մեզ նման պաշտպանել աշխարհում շատ քիչ կա։ Եվ օգտագործում են հին այն պորնիկներին պաշտպանածները այսօր գալիս են, տեղեր են վեկալում, այսօր դեպուտատներ են գալիս ձեր մոտ, ուզում են դեպուտատ դառնան, քնած եք դուք, ես չեմ հասկանում, եթե դուք մարդ եք, եթե դուք Հայաստանին սիրող մարդ եք, այ ԿՊ-ի վերխուժ կա, այս ինչ եք անում, հազիվ ժողովրդից պատժկա ունեք խելոք պայեք ձեզ, թե չէ, ձեզ էլ ենք հանելու, ձեզ հանելը մեկով մեկ է, ժողովուրդը մի հատ վեր կենա, մի հատ փռշտա դուք էլ եք թռնելու, պրոստը ձեզ հարգում սիրում ենք, մեր մեծարգո վարչապետի ղեկավարությամբ, թե չէ դուք ես ինչեր եք անում, արա, մեկըտ մեկի, ձեր ներսում ինչ է կատարվում, այս խի եք իրար միս սուտում, արա, միս մի կերեք, արա, թե չէ որ գան հները, հա, մի քանի օքի ձեզնից արագ անցնելու են այն կողմը, հասկանում եմ, անցնելու են, բայց այն ազնիվ տղեկին դնելու են գնդակարին, այդ հին սերժակոչը որ գան, դուք հիպք հասկանալու, մեր քաջանի մոմենտով ասեմ, այս ավանակ, այս Աբդուլ Համիդը, ես քու Աբդուլ Համիդ մեկա, քու լավը սարքելու եմ, ասել եմ ժողովուրդ ջան, կներեք, որ սենց եմ ասում, Աբդուլ Համիդ է սափրագլուխ, դուք պետք է պատասխան տաք, մեր քաջանը ուտելու համար, մեր այս փողերը, այս միլիարդները ու կերել են ժողովուրդ ջան, ու այսօր էլի վայելում են, դուք հասկանում եք, վայելում են, որովհետև գտել են ծայրեր, ոնց ասում է, վերջավորություններ ԿՊ-ի այն ղեկավար կազմի մի քանի հոգու մեջ, դատախազության մեջ, դե որ մարզպետը սրանց պատժկան ինչ եք ուզում, այդ մարզպետն էլ սարքում են Տեր Աստված, գնանք աղոթենք մարզպետի համար, առհա այ մարզպետ, այ գալմա,
դու ես փչացրել մեր երկիրը, սիկտիր արա այս մեր Զանգեզուրից, մեր Սյունիքից, արա, թող մի հատ մեր Սյունեցի դառնա, այնքան պատգամավոր ունենք նորմալ, թող մեկին դնեն, որ ղեկավար են, այս չատլախներին մի հատ նեղացնեն, սրանք չկարան իրանց հենց պահեն, 16-20 տարվա սրոկները վրեն, սրանք նենց են անում, որ դե ինչ ասենք, ժողովուրդը ճիշտ անում, որ զզվում է, չի հավատում, բա ինչ անեն, ոնց անենք, դուք ինձ ասեք, խնդրում եմ ինձ ասեք, էլի, ես չեմ դուք եք, հա? Մեկը չեք կոտրելու, այ տավար եզներ, այ Աբդուլ Համիդ, ես չգիտեմ, նես չանես, որ հասնես են աշճանի, որ ես քու գլխին իսկականից արդեն քաղաքական չեմ ասում, հա, կարաս ինձ դատի տաս, տանձս կուտես, եթե դու դատի տաս, դու դառնալու ես Աբդուլ Համիդ, ես քու գլխին չկրակեմ, այ բոզի տղա, մի նեղաց որ սենց եմ ասում, որովհետև դու իմ արասները գցիր գետը, այ չատլախ, սապրագլխին ես հավատում, սապրագլուխը տղայա թող այնց մի բան ասի, սապրագլխին քու մոտ սարքեմ ճուճու գդոկ, հասկանում ես դու, արա ես ձեր են լավը, ձեր մեջ մի հատ մարդ կա են, մեր քաջարանցիք ասում են ռուսական, հայկական վիցինը, այդ վիցինն էլ իրան դրել, այ վիցին, ես քեզ հարգում եմ, դու եթե այդ քաչալն ես, դու ես այդ ղեկավարներից մեկը, քեզ եմ հարգում, բայց քեզ ասում են վիցին, որովհետև դու ոչ մի բան չես կարող անես, մենակ ծիծաղում ես, տվել ես այդ Աբդուլ Համիդին ու մի հատ սապրագլուխ կողքից իրանք են իշխում ամեն ինչը, թու ամոթ ձեզ, ես այդքանը, մեկ էլ մի բան եմ ուզում ռուսերենով ասեմ կարճ, господин Синяков, я лично уважаю вас как работягу, извините, что работяга, это не обижаю вас этим словом, это не обидное слово, это нормальное слово, я знаю, что вы работаете, я хочу, в общем, я много понимаю. Вы не слушайте обок вас женщины, которые с вами, в общем, не хочу углубляться в этой, и армяне такие. Ваши эти заместители, начальники департаментов с нашей армянской национальностью, они коррумпированные сильно. Если хотите, я могу с вами встретиться. Я вас уважаю. Честная комсомольская. Я был комсомольцем. Райкоме комсомола работал когда-то. Вы это поймете, о чем я речь. Честное слово. Я вам это объясню, потому что ваш Худолий, генеральный директор, приезжает сюда 2 месяца раз, месяц или 3 месяца раз подписывает. Он ни о чем не догадывается. Он просто думает, что ваш Абдул Гамид, этот сука, они все делают. Но он не понимает, что это все не так. Я могу с вами встретиться, обговорить все. Это фактами поставить, что, где, когда. И тогда с вами общаться. Вообще хочу с вами общаться. Если вы хотите, дайте мне знать. Я готов с вами встретиться. Чтобы этих коррупционеров убирать, чтобы люди вас любили. Они за этих наших армянских этих заместителей, этих департаментов, этих директора каких-то там, я не знаю, этих сук, ругают вас, ругают Худолию, ну, в общем, остальных. И не вы и я думаю, вы нормальный, умный человек. Вы своим умом поймете, о чем я говорю. У вас есть свое мнение, а не будете слушать вокруг, около у вас там под дверью кто-то сидит, там печатает секретарша или ваша там помощница, так скажем, которая тоже сучка, извините меня. Ну, в общем, если хотите, я могу с вами встретиться и обговорить очень многое, что вы даже об этом не знаете и не мыслите, что такое может быть. Спасибо. Ժողովուրդ ջան, ես եմ լավուզում ասիմ, ես սրանց լավը դնեմ, արա, սրանք կերան մեր հոգին, արա, ես գյում չմ ոնց անեմ։ Ժողովուրդ ջան, այդ հողերի հարցով էլ մեր համայնքի մի քանի հոգի դիմել են, մինչև վերջ գրեք, որ ես գնում եմ, ես պետք է հիմա Երևանն էի, հիվանդ էի, ուրեմն պարկած էի ու կապ ունեմ։ Պետք է նենց անենք, որ գան ստուգ են, այդ հողերը ձեզնից, արա 50-60 տարի ձեր հայրերը, ձեր պապիկներն են օգտագործել, ձեզնից խլել են տվել մի հատ Աբդուլ Համիդ մասում է, չէ, Աբդուլ Համիդ չէ, մի հատ են ձեր, էլի Թուրքիա ունա իր արյա մեջ, այդ
այդ ոնց ասեմ այդ մելիք հակոչ մելիք են սարքի այդ լակոտին ու տվել են իրան այդ հողերը իրանք միլիոններ են աշխատելու բայց մի մտածեք այդ հողերը չեն կարելու հələ որ ծախեն որովհետև այդ հողերը տալու են ամերիկացիներին կարճ կոնկրետ ես բացվում եմ ձեզ այդ ձախապը որ կոմբինատ ուզում է ռուսներին չեն տալու արգել են կառավարությունը արգել է լա ինչքան գիտեմ տալու են ոչմ սպասեք ընտրություններից հետո տեսեք ինչ փոփոխություններ ա լինելու հենց մեր համայնքում մեր այդ ամենչով այդ կեղտոտ իրանց այդ ֆիրմաներով որոնք ծառայում են հներին այս համայնքներին եւ ոչմ չեմ ուզում խորանամ շատ բան ասելու ես ուզում եմ պահեմ որ ասեմ Երևան որ լինեմ այն վաղտ ես խոսք եմ տվել չէ որ Երևանում ելույթ եմ ունենալու պրոստը հիվանդեի պարկածեի հալահագին փաստեր եմ հավաքում եւ ժողովուրդ ջան իսկականից ով ում հողը վերցրել են գրեք պատասխան ընտալու արա վախեմակ մի վախեցեք սրանցից արա սրանք իրանք են վախկոտ նապաստակներ են տարածնգած ծակերը դուք չեք ջոկում արա մի վախեցեք այս հայվաններից որ են 10 տարի 14 թվից թե 13 թվից մինչև 18 20 21 թիվը սենց հնարաստыз դուք ինքնասիրությունն եք այքաջանի ժողովուրդ ինքնասիրությունն եք դիմեք արա սրանց դնենք ավերենք ես այսքանը որ անում իրանք ինձնից հուշ տնում եթե տղային թող գան դեմս էլի որովհետև իրանք այնքան կորցնել ու բան ունեն դուք չեք պատկերացնում այնքան սրիկայություններ են արած մեր ընտանիքների հանդեպ մեր բոլորի մեր ժողովրդի հանդեպ սրանք չեն վայելելու իրանք որ սատկ են էլ իրանց լակոտները չեն վայելելու հավատացեք այսքանը իսկ ինչ վերաբերում է ժողովրդին ժողովուրդ հայ ժողովուրդ ցավները տանեմ ես պրոստը այսօր ուզեցի ձեզ հետ խոսամ այսքանը ցավները տանեմ Առայժմ ժողովուրդ սպասում եմ ձեր ոտ գնում եմ Երևան այս հարցերը բարձրացնելու ենք որ գան իսկականից 16-20 տարվա սրոք հավաքող գլխին բռնեն տանեն ոչ թե աշխարհում միակ երկիրն է որտեղ համայնքապետը 20 տարվա սրոկը վզին 4 տարի ղեկավարի ու հələ փողը լափի այդքանը լափելունի ես փաստեր ունեմ որ չեմ ուզում հիմա հրապարակեմ այսքանը հրապարակելու եմ վերև Երևանում Եվ ահացի եմ դիմելու, այսքանը, լավ կացիք, ներողություն, ջղայնացած, ոչ մեզ խոսակցությանս համար, այսքանը ցավները տանեմ, առայժմ։